Մարտիրոս Սարյանի դեպի աղբյուրը կտավում կինը ուժն ուսին քայլում է դեպի ջրի աղբյուրը, մարմնավորելով հողի, ջրի ու կյանքի հավաքշական կապը։ Կնոջ կերպարը տիպական սայրանական է, արևելահայ գեղեցկությունն ու ամրությունը։ Դեպի աղբյուրի նկարը պահպանվեց տարիներ անց 1978 թվականին ամերիկահայ հավաքնող Հազարյանի նվիրատվությամբ փոխանցվեց Մարտիրոս Սարյանի թանգարանին։ Սարյանը իր արվեստում մեծ տեղ է հատկացրել հողագործի կերպարին։ Ինքը լինելով հողագործի որդի, վաղմանկությունից տեսել է, թե մարդն ինչպիսի դժվարությունների է հանդիպում փորձելով հողից հաց քամել։ Արագած մեծադիր կտավը կարծես ազգային երկ դարձած հորովելի գեղանկարչական արտահայտությունն է։ Դիտողի առջև բացվում է լեռնային լայն, բազմապլան մի պատկեր։ Հորիզոնում խոյացած արագած լեռան մոնումենտալ մանուշակագույն գագաթներով։ Նկարի խորքից դեպի դիտողը անկյունագծով քայլում են լցված եզները եւ մաչկալը արորը ձեռքին։ Ստասերներ, բարեկամներ, ուրախ եմ ողջունել ձեզ մեծ վարպետ, հայ գույնի տիրակալ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների նվիրված ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը հայտարարում են բացված, բարի դիտում։ Երկու տարի կատարելագործում Սևովի և Կորովի դիմանկարի արվեստանոցում։ 1904-ին կուրսնկերոջ հետ այցելում է պատմական հայրենիք, Լոռի, Շիրակ, Էջմիածին, Երևան, Բլեթում Կովկաս։ Մարտիրոս Սարյանի կողմից ստեղծված Գյումրեն արվավենի կտավն ունի գեղարվեստական հարուստ նկարագիր։ Տարբեր երանգների արկայություն, ձևերի անսովոր և անկաշկանդ հարաբերություն։ Կտավը լի է արևելյան շնչային և նոր է վերադարձել արևելյան ճանապարհորդությունից։ Այստեղ նա տեսել էր բնությունը և ոգեշնչվել էր դրանով։ Որոշած, որ պետք է նկարի այս ապավենու նկարը։ Այն այնքան գեղեցիկ է և ձևավորված տան փիններով, խորհրդանշում է Եգիպտոսը։ Կտավը Սարյանը վրձնել է Եգիպտոս կատարած այցելության անմիջական տպավորություններով 1911 թվականին, որը երբ ոգեշնչված էր արևելյան արվեստով։ Կանաչ և դեղին ֆոնի վրա ամբողջ հասակով պատկերված է Եգիպտուհին, որի ձեռքին կա մրգի սկուտեղ։ Երկնագույնի հակադրությունը կանաչին և դեղին Երրորդ ինքնադիմանկարն է, առաջին ինքնադիմանկարը եղել է առանց գույների, ծայր ու սպիտակ, սակայն հետագայում սարյանական գույների մեջ խորանալով Սարյանը ստեղծել է։ Կենտրոնական հատվածում նկատում ենք քարերի սիմֆոնիան, գարնան մոտ գտնվող բացատե քարերի հրաշալի կազմությունը։ Մարտիրոս Սարյանը 3000 ինքնադիմանկարը նկարել է 1952 թվականին։ Աջ հանգիմում պատկերել է իրեն մոտավորապես 30 տարեկանում երիտասարդ տարիքում, իր հայացքով բաց է դեպի քերում, որով ընթանալու։ Ձախ կողմում պատկերել է իրեն մոտավորապես 43 տարեկանում,